Ազգային ժողովի հարգելի նախագահող, հարգելի պատգամավորներ, նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր քննարկումների, խորհուրդների, քննադատության համար։ Կան մեջները բաներ, որոնք իրականում հետաքրքիր են եւ կիրառական ասպեկտ ունեն։ Կային բաներ, որոնք ես ճիշտ ասած շատ դեպքերում տրամաբանությունը չհասկացա, բայց ինչեր են։ Իմ եզրափակիչ խոսքում ես ուղղակի մի քանի դիտարկում անեմ ձեր թույլտվությամբ եւ հայտարարեմ անկախ նրանից, թե ինչպես քվեարկեք, մենք ռեալ բաց ենք կամայական առաջարկի, խորհրդի, քննադատության, ուղղակի կխնդրեինք, որպեսզի եթե այդպիսին լինեն առարկայական եւ կիրառական։ Եթե թույլ տաք շատ հակիրճ մեր գործընկերների առաջարկներով եւ քննադատություններով անցնեմ, օրինակ մեր ՕԵԿ-ի գործընկերները ասում են, որ դուք գրել եք կոռուպցիայի դեմ պայքար, բոլորը գրել են, չգրենք։ Մյուս հայտարարությունը շատ ունեք այսպես կոչված լոլո, բանակցել, աջակցել, բաներ կան, որ իրականում մեզանից պահանջում են վերլուծել, աջակցել, նվազեցմանը խոչընդոտների եւ այլն։ Եվ վերջում հայտարարեցիք, որ դեմ կքվեարկեք կամ ձեռնպահ կմնաք, քանի որ ծրագրի մեջ մասեր կան, որոնք որ ձեր դուրը գալիս են, բայց ձեռնպահ կմնաք, քանի որ մենք չենք հորդորել, որպեսզի օֆշորներից փողը վերադարձնեն։ Այդ հորդորելն էլ էլի դեկլարատիվ բնույթ է կրում, չնայած դուք ասում եք, որ մենք շատ բաներ դեկլարատիվ ենք գրել։ Հարց sense ռետորական, եթե գրեինք, կվերադարձնեինք կամ եթե ավելացնենք, կողմ կքվեարկեք։ ՀԱԿ-ի գործընկերները ախտորոշում ասում են, որ դուք ախտորոշում չեք արել, չնայած մեջբերում եք անում, որ մենք գրել ենք, որ պետք է ախտորոշում անենք։ Ճիշտ եք ասում, մենք ախտորոշում չենք արել եւ գրել ենք, որ պետք է ախտորոշում անենք, եւ այն ախտորոշումը, որը պետք է անենք, 20 օրը դրան բավարար չէ։ Ելնելով դրանից, եթե ախտորոշում չենք արել, ֆիքսում եք, որ ինչի թվեր չեք գրում։ Դե եթե ախտորոշում չենք արել, բազիսային թվերը չգիտենք, մնացած թվերին կհավատանք, թե չէ։ Ասում եք, ինչ մոդել եք ուզում, կարծեմ գրել ենք, մաքսիմալ, լիբերալ, ազատական մոդել եւ ինչ գործողություններ անենք։ Ընդ որում քննադատության մեջ կար, որ որևէ թիրախներ չեք դրել, թվեր չեք դրել, եւ վստահ եմ, որ դուք ինձանից լավ գիտեք, բազմաթիվ երկրներում կառավարության ծրագիրը ընդհանրապես թվերով չի լինում։ Իրանք ասում են, որակապես ուր են շարժվելու եւ տարեկան բյուջեի մեջ այդ թվերը դնում են։ Եվ դա, չասեմ ճաշակի հարց է, մոտեցման հարց է։ ՀԱԿ-ի գործընկերները ասում են 6 ամսով եք ծրագիր ներկայացրել, մի քիչ ավել ներկայացնեինք, հնարավոր է քննադատվեինք, բա դուք ինչ գիտեք, ընտրությունից հետո կլինի, ինչ եք ավել ներկայացրել։ Այդ իսկ պատճառով ես ճիշտ ասած միջև վերջ չհասկացա ծրագրի որ մասը կամ ինչը պետք է ավելացնեինք եւ ձեր դիրքորոշումը ինչի հիման վրա էր, բայց պատրաստ եմ, եթե լինեն կոնկրետ առաջարկություններ քննարկենք։ Բարգավաճ Հանրապետական կուսակցությանը մեր գործընկերները ասեցին ներողություն, հաստատ դիտավորյալ չէ։ Բարգավաճ կուսակցությանը ես իրոք չհասկացա Բարգավաճ կուսակցությունը ինչի է որոշել չքվեարկել, մեր գործընկերը բերեց բիզնես մոդելի երկար լինելը, տարիների ընթացքում կուտակված պրոբլեմները, դրա ախտորոշումը բավականին դժվար է իրականացնել եւ միևնույն ժամանակ ասում է դուք ախտորոշում չարեցիք, չհայտարարեցիք, նշելով, որ ախտորոշումը բավականին բարդ խնդիր է, ասում են ծրագիրը երևի լավն է,
բայց չկա հայտարարություն պատրաստական եք այդ ծրագրին տեր կանգնել, այսինքն այդ պատրաստականությունը ծրագրի մեջ ինչպես պետք է ձևակերպենք, հուշեք ձևակերպենք, դժվար թե ինչ որ ծրագիր ենք փորձում գրել եւ հետո ասել, գիտեք ծրագիր են գրել, բայց պատրաստ չենք այն իրագործելու։ Գյումրի Վանաձոր ձեռնարկությունների մասին ինչի հատուկ չենք նշում կամ արդյունաբերություն չենք նշում, նույն ձեր վերած ստատիստիկայի մեջ արդյունաբերության այսպես կոչված զբաղվածության մասը բավականին չնչին էր, բայց ձեռնարկության արդյունաբերության մասին ասել ենք, որտեղ տեսնում եք գործարար, որտեղ տեսնում եք ձեռներեց, որտեղ տեսնում եք բիզնես, փակագծերի մեջ դրեք արդյունաբերություն, ամբողջը տարածվում է իր վրա։ Ռեալ քաղաքական տեքստ չեմ ասում, որ կցանկանանք, որպեսզի մեզ հուշեք, քննադատեք, հորդորեք, խորհուրդ տաք, բայց իրականում ցանկություն ունեմ մաքսիմալ պրագմատիկ կիրառական խորհուրդներ տվեք, որ հասկանանք այդ քննադատության արդյունքում կամ առաջարկի մեջ ինչ պետք է անենք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայ հեղափոխական դաշնակցության եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության աջակցության համար։ Ուզում եմ ձեզ հավաստիացնեմ, որ իրոք գնահատում ենք այն բեռը եւ այն շտանգան, որը պետք է բարձրացնենք։ Հավանականություն կա, որ ժողովրդական լեզվով ասած գրիժա կստանանք, կա։ Կստանանք, ժամանակը ցույց կտա։ Եվ եթե միասնական լինենք, եթե փորձենք ամեն մեկս մեր քաղաքացիական դիրքորոշումը ակտիվ պահենք, կարծում եմ հաջողություն կունենանք։ Շնորհակալություն։